Կան այստեղ տեսնում են բազմաթիվ քաղաքացիների աջակցություն, կաթողիկոսի եւ առաքելական եկեղեցու։ Սա կարող է այս իշխանություններին ստիպել, որպիսի հետ կանգնել այն կոշտ քայլերից ու հայտարարություններից, որոնք այժմ անում են։ Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը։ Եկեք նախ կետարկեց ձևակերպենք։ Այս իշխանությունները այնքան չկան, որպեսզի կարողանան հայ առաքելական սուրբ եկեղեցու հանդեպ կոշտ քայլեր անեն։ Դա առաջին։ Երկրորդը, եթե խելք ունենան, կտեսնեն թե այստեղ ինչ է կատարվում ու կպատկերացնեն մոտավոր, որ այս մի գիծը իրենց հատել չի հաջողվելու։ Մեր եկեղեցին դիմացել է շատ տարբեր փորձությունների, շատերն են փորձել այն զավթել ու դարեր շարունակ դա ոչ մեկին չի հաջողվել, հաստատ Փաշինյանին չի հաջողվել։ Իրենք բայց ասում են մենք ոչ թե ուզում ենք զավթել, այլ ուզում ենք առողջացնել եկեղեցին։ Եթե դուք այս պահի դրությամբ մի օրինակ բերեք իրենց առողջացման գործընթացի, որ կարողացել են որևէ բան առողջացնել, ես գուցե կարողանամ պատասխանել ձեր հարցին։ Ճանապարհներն են ասֆալտապատել։ Ճանապարհներ ասֆալտապատելու եկեղեցու հետ առնչություն ունենալը խիստ տարբեր է, որովհետև ցանկացած ազգային ինստիտուտ մինչ օրս իրանք ինչին դիպչել են ազգային ինստիտուտներից քարուքանդ են արել։ Եկեղեցին այդ շարքը դադարեցնելու է։ Պարոն Մամիկյանյան, կներես մեկ, ձեր կարծիքով ինչու հենց հիմա սկսեցին այսպես թիրախավորել կաթողիկոսին 2018-ին իրենք նախաձեռնել էին, ձախողեցին, հետո նորից սկսեցին։ Շատ երկար թվարկում է, ես կողմնակից չեմ մեկ միայն դրդապատճառով սա պայմանավորել։ Իհարկե էական է նաև կաթողիկոսի վերջին ելույթը Շվեյցարիայում։ Իհարկե իրենք վախենում են եկեղեցուց որպես ազգային ինստիտուտ։ Իհարկե այստեղ կարող է լինել տարածաշրջանային որևէ երկրի կամ արտատարածաշրջանային որևէ երկրի պատվեր։ Իհարկե իրենք վախենում են այն ազդեցությունից եւ կշռից, որը ունի եկեղեցին։ Իհարկե իրենք գիտակցում են, որ հետագա ոչ թե քաղաքական, այլ հանձնման, հողահանձնման գործողությունների ժամանակ եկեղեցին դառնալու է պայքարի օջախներից մեկը։ Սրանցից յուրաքանչյուր այս կամ այն չափով կազմում է, բայց այնուամենայնիվ ես համարում եմ, որ այս բոլոր պատճառները համադրելով, բայց սթափ adekvat վիճակում գտնվող մարդը ունակ չէ արշավ սկսել եկեղեցու դեմ։ Այնուամենայնիվ Փաշինյանի այս հայտարարությունները կարող են քաղաքացիական բախումների կամ այրունահեղության երազածն է։ Դա իրենց երազածն է։ Մի քանի անգամ այս տարիների ընթացքում իշխանություններն են եղել քաղաքացիական բախումների հրահրողները։ Դա եղել է 20 թվականին, ելի են եղել դեպքեր, երբ ինքը ակնհայտ պրովոկացիա է արել նշանակված ընդդիմադիր միծինգի շրջակայքում նշանակելով իր իբր համակիրների իբր հավաք։ Այնպես որ դա իրենց համար նոր գործիքակազմ չի, բայց չի կարող եկեղեցու հետ կապ ունեցող որևէ գործընթաց այդպիսի ելք ունենալ։ Մեր եկեղեցու նկատմամբ մեր քաղաքացիների, մեր հայրենակիցների հարգանքը այնպիսին է, այնքան մեծ է, որ նման բաներ Փաշինյանը չլինի, ով ուզում է լինի, իրեն չեն հաջողվելու։ Բայց պարոն Մամիկյանյան, քիչ չէ նաև այն մարդկանց թիվը, ովքեր սատարում են Նիկոլ Փաշինյանին այս գործընթացում։ Մի նախադասությամբ, եթե թույլ տաք պատասխանեմ, եկեղեցին Աստծունն է, այնպես որ դրա թե ով է լինելու եկեղեցու դեմ բացարձակ էական չի։ Շնորհակալություն շատ։